արդյոք միայնության զգացումը տարածված երևույթ է։ Այո, հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկության մեծամասնությունն է միայնության զգացումներ ունենում, ըստ հոգեբանական հետազոտությունների սոցիոլոգիական մարդկության 1/4-ը եւ նույնիսկ ըստ որոշ հետազոտությունների 1/3-ը, որը ահռելի թիվ է կազմում, ունենում են կյանքի ընթացքում հաճախ կամ միշտ միայնության զգացում։ Պետք է տարբերակել, որ միայնության զգացումը ինքը տարբերակում ենք ֆիզիկական միայնությունից, այսինքն գոյություն ունի ֆիզմիայնություն, երբ որ մարդը մենակ է, հա, կողքը մարդ չկա, էսի ֆիզիկական միայնությունն է եւ գոյություն ունի հոգեբանական միայնություն, որը ցավալի է շատ։ Սա այն է, երբ որ մարդը իրեն միշտ մենակ է զգում, շրջապատի մեջ չհասկացված, չընդունված, չմտերվածված։ Եվ ինչն է հետաքրքիր, որ նաև հետազոտությունները ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր ունեն ընտանիք, կին, երեխաներ, կարծես թե լավ հարաբերություններ, լավ շրջապատ, հաճախ խոստովանում են, որ նրանք հոգու խորքում իրապես չեն զգում իրենց հասկացված կամ մտերիմ, այսինքն շատ են ունենում միայնության զգացում եւ սա պարադոքսալ է, այսինքն կապ չունի, հա, մարդը ֆիզիկապես միայնակ է թե չէ։ Եվ նաեւ հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ մարդիկ կան, ովքեր գիտակցաբար ապրում են միայնակ, ընտրում են միայնակ ապրելը, որովհետև այդպես իրենց ավելի հանգիստ է ամեն առումներով, եւ այդ մարդիկ ասում են, որ միայնության զգացում ընդհանրապես չեն ունենում, որովհետև ունեն իմաստալի հարաբերություններ, կապ Աստծո հետ, լավ մտերիմներ, լավ աշխատանք։ Եվ ինչ են ամեն դեպքում հոգեբանները խորհուրդ տալիս, որ միայնության երկարատև զգացումը կարակապված լինի դեպրեսիայի, տագնապային համախտանիշի հետ, շատ հոգեկան խնդիրների, անքնության հետ, սթրեսի հետ։ Ամեն դեպքում հոգեբանները խորհուրդ են տալիս փորձել գոնե կոտրել այդ միայնության շղթան, փորձել նոր հարաբերություններ, նոր շրջապատ, նոր կապեր եւ որքան հնարավոր է մարդկանց հետ շփման մեջ լինել, որպեսզի գոնե թեթևացնել միայնության զգացումը, եթե չենք կարող այն ամբողջապես վերացնել։